Կրկին ողջույն սիրելիներ, բարի գալուստ իմ ալիք, եկեք միասին սրճենք, մեր պատշգամբում մեզ մոտ արդեն խոր աշուն է, տեսեք ինչ աշնանային գույներ են ստացել իմ ծաղիկները, արդեն ու իհարկե սրճենք։ Ես պատրաստել եմ այս կապուչինո դոլչե գուստո տարբերակը, դուք էլ պատրաստեք ձեր սուրճի տարբերակը ու միացեք ինձ։ Այս համեղ պաղպաղակը շոկոլադե միատայով կոնը շատ համեղ է ու շատ զովացնող, միատան թույլ է թեթև եւ քաղցրն էլ է թույլ այս պաղպաղակի, խորհուրդ կտամ միանշանակ փորձեք, ովքեր ապրում են Ֆրանսիայում կամ Եվրոպայում, ինչ շատ դուր է գալիս, մանավանդ շոկ եղանակին մի քանի անգամ ավել է զովացնում, այսինքն ուտելուց հետո էլ այդ զովությունը պահպանում է այդ թարմությունը, շնորհիվ միատայի բաղադրության։ Ահա այսպիսի տեսք ունի, շատ համեղ պաղպաղակ է, ես արդեն փորձել եմ ու մշտապես գնում եմ այս տարբերակը, ինչ շատ դուր է գալիս, որ շատ քաղցր չի, որովհետև ես չեմ սիրում քաղցր պաղպաղակներ, պաղպաղակը պետք է ավելի շատ զովացնող լինի, քան դիսերտի նման, ինչպես խմորեղենը, ահա այդպիսի քաղցրություն ունենա։ Իսկ սուրճի մասին էլ խոսք լինել չի կարող, շատ համեղ է այս տարբերակը, ապարատի կապուչինո է, դոլչե գուստո, ինչ շատ դուր է գալիս։ Դե մնացեք ինձ հետ սիրելիներ, քիչ հետո կտեսնենք իմ կատարած գնումները միասին, կարծում եմ կհետաքրքրի ձեզ, թե ինչեր եմ գնել ես վերջերս։ Դե գնացինք։ Կրկին ողջույն սիրելիներ, ահա ցույց կտամ ձեզ վերջերս կատարած իմ գնումները։ Նրանք, ովքեր նոր են միացել իմ ալիքին, ասեմ, որ ես Լուսինեն եմ, ապրում եմ Ֆրանսիայում, իմ վլոգները հիմնականում ուղղվածությունը զարդերի թեման է, կոնտենտը վերաբերվում է զարդերին, իմ վլոգների, բայց երբեմն ցույց եմ տալիս իմ գնումները։ Ահա սեղանին արկա է հագուստ, պայուսակ, զարդեր, աքսեսուարներ տան համար, խնամքի միջոցներ, եւ այս ամենին կանդրադառնանք ավելի մանրամասն։ Եվ քանի որ իմ կոնտենտը վերաբերվում է զարդերին, սկսենք հենց զարդերից։ Իսկ դուք պատրաստ եք, դե գնացինք։ Սկսեմ հենց Լովիսա բրենդին պատկանող մի քանի զարդերից, թեպետ շորթը կա, արդեն ես ներկայացրել եմ, թե ինչ զարդեր եմ գնել, բայց այնուհանդերձ նրանք, ովքեր չեն տեսել, կարող են հիմա տեսնել, թե ինչ զարդեր եմ գնել ես Լովիսայից։ Ինչպես տեսնում եք, 4-ը ականջողեր են։ Այս զարդերից 2-ը կախովի են, ահա մեկը ոսկեգույն տարբերակը քարիկներով, իսկ մյուսը արծաթագույն տարբերակը։ Շատ գեղեցիկ է նայվում ականջի վրա, երբ կա շարժում, իհարկե մի քանի անգամ ավելի գեղեցիկ է նայվում։ Եվ տեսեք, այս ականջողերը այլյա վինտաժ է, կարելի է այդպես համարել, ճիշտ է, ժամանակակից զարդ է, բայց ունի վինտաժ սթայլ։ Ակտուալ է շատ վինտաժային թեման այսօր բիժուտերիայի ինդուստրիայում, սա նույնպես այդ գործերից մեկն է հանդիսանում, գեղեցիկ ծաղիկներ է, կենտրոնական հատվածում մարգարտե էլեմենտ, շատ գեղեցիկ էլեգանտ ականջողեր են։ 4-ն էլ ինձ դուր են գալիս, բայց ես իմ նախընտրությունը կտայի Արորիայում այս արծաթագույնը, կլասիկ casual աուտֆիթների հետ, եւ երեկոյան տարբերակը այս ոսկեգույնը։ Իսկ այս երկու կախովիները արդեն աղջնակիս համար են գնել։ Հիմա անդրադառնամ վինտաժային զարդերին, սիրելիներ, հիշեցնեմ, որոնք են վինտաժային զարդերը։ Այն զարդերը, որոնք ունեն 20 տարուց ավել տարիներ, կոչվում են վինտաժային զարդեր։ Ահա դրանք ձեր առջևում են, բոլորը չեխական զարդեր են։ Առաջինը ցույց տամ այս փիրուզագույնը։ Տեսեք, այն քարիկները, որոնք շրջապատում են կենտրոնական այս փիրուզագույն էլեմենտին, ներսից վառվում են կարծես։ Իսկ կենտրոնական էլեմենտը արդեն մատովի է, որպեսզի շատ չլիներ փայլը, այս բրոշի դեպքում տվյալ, հատուկ են այդպես ընտրել, կենտրոնական էլեմենտը մատովի։ Գեղեցիկ նախշազարդեր են, տիպիկ, շատ տիպիկ չեխական բրոշներին։ Սա էլ ներսի հատվածն է, արկա է ֆիլիգրան, շատ նուրբական է, ցեաձև, 30-ականների բրոշ է այս բրոշը, բայց լավ է, որ թեթև է։ Ցույց տամ մեկ ուրիշ չեխական բրոշ, արդեն կորոլային գլխավոր էլեմենտով։ Եվ տեսեք, ներսի հատվածը նույնպես ցեաձև է, ինչը վկայում է այն մասին, որ
30-ականների բրոշը։ Գրված է ալպակա, ալպական դա այն նյութն է, որի մեջ կա արծաթ։ Չնայած հենց գույնից էլ երևում է, որ արծաթ է, որտեղ այսպիսի մետաղական գույն եթե լիներ, սևացած, ուրեմն արհեստականորեն պետք է տրված լիներ այդ սևացած երանգը, բայց նկատում ենք, որ այստեղ ամեն ինչ բնական է, այդ իսկ պատճառով, եթե նշված էլ չլիներ ալպակա, ակնհայտ է, որ արծաթե է։ Այս մյուս բրոշը դարձյալ չեխական է և արկա է AB ծածկույթով քարեր, ինչը վկայում է, որ 1950-ականներից հետո է այն արտադրվել, որովհետև AB ծածկույթը մենք գիտենք, որ այդ տեխնոլոգիան արկա է եղել 1950-ականներից հետո կամ 50-ականների սկզբին։ Այս է AB ծածկույթը, երբ քարի վրա ոսկեգույն փոշի նստեցման տեխնոլոգիայով քարը ստանում է տարբեր երանգներ։ Լատունային կարկաս ենք նկատում, տրոմբոնային փական, ինչը բնորոշ է ֆրանսիական բրոշներին, բայց այս կատարումը չեխական է, երբեմն օգտվել են այլ ընկերությունների դետալներից։ Այս բրոշը կարծես փաթիլ լինի, ոչ թե կարծես, իսկապես տվել են փաթիլի տեսք կամ էլ աստղի տեսք, շատ փայլուն քարիկներ են, բոլոր քարիկները դրված են իրենց օղակների մեջ, ամրացված է պտուտակով, շատ կայուն կարկաս է սա, դարձյալ 50-ականների բրոշ է, հասել է մինչև մեր օրերը անթերի վիճակով, բոլոր քարերը տեղում են։ Այս փոքրիկ հրաշքը տեսեք ինչպես է փայլուն քարերը, կարծես ադամանդներ լինեն, եթե նայում ենք ներսի դաջվածքը, և խրուստալնի քարիկներ են, որտեղ շատ սառն են, չի բացառվում, որ բնական խրուստալ լինի, գորնի խրուստալ են ասում։ Դարձյալ 50-ականների բրոշ է։ Կարելի է կրել օձիքի կենտրոնական հատվածում կամ օձիքի վրա, հենց շատ հարմար չափս է։ Այս մյուսը տեսեք, ինչ գեղեցիկ է, կենտրոնական մարգարտե էլեմենտով, շրջապատված շատ տոն քարերով, հետո բագետային կրիստալներով, այս երկարավունները կոչվում են բագետային կրիստալներ, ունի տրոմբոնային փական և ռոդիումային ծածկույթ, այս ծածկույթը ավելի թանկ է, քան արծաթաջրված ծածկույթը, որովհետև ռոդիումային ծածկույթը արվել է հենց ոսկերչական ընկերություններում, ոսկե իզդելիաների վրա։ Ահա այսպես, ևս մեկ չեխական բրոշ, որը ունի շատ մուգ բորդոյի գույնի քարեր, սևին խփող, համարյա այդպես, և մոխրագույնին կամ դեղինին խփող այդպիսի երանգներով կրիստալներ, շատ գեղեցիկ աշխատանք է, դարձյալ ունի ռոդիումային ծածկույթ, գմբեթը այնպես է արված, հստակ և շատ կարծր, որպեսզի չնստի, տարիների ընթացքում բրոշը չծռմռվի, ինչպես տեսնում եք, պահպանվել է գմբեթը ամբողջական իր նախնական տեսքով, կատարում է ուղղակի, ես հիացած եմ այս բրոշով, և երբ որ տեսնում ես ռոդիումային ծածկույթը, հասկանում ես, որ ոսկերչական ընկերություններ են կատարել այս աշխատանքները։ Այսա նույնպես տեսեք ունի ռոդիումային ծածկույթ։ Կրկին արկա են շատոններ և բագետային կրիստալներ, շատ գեղեցիկ բրոշ է, տարիների ընթացքում սոսինձը դեղնել է կարծես մի փոքր, բայց դա չի խանգարում, որ բրոշը իր ողջ հմայքով և շքեղությամբ ներկայանա մեզ։ Այս պսակը տեսնենք, այս պսակը շատ գեղեցիկ է, կարծես իսկական պսակ հավաքված լինի, եթե նայում ենք հետևի մասը, յուրաքանչյուր դետալը առանձին պայատ է արված ձեռքով, դարձյալ ոսկերչական կատարում, արկա են շատոններ, մարկիզներ, այս նշաձև քարերը և բագետներ։ 3 տեսակի քարերի արկայություն կա այստեղ, շատ գեղեցիկ բրոշ է, շատ ցանկալի։ Այս բանտը նույնպես շատ էլեգանտ է, կարելի է կրել օձիքի կենտրոնական հատվածում վերնաշապիկի, հետաքրքիր կարկաս ունի, հաճախ հանդիպող բրոշներից է, այդքան եզակի չէ, ինչպես մյուս աշխատանքները, բայց ոչ պակաս էլեգանտ։ Ցույց տամ ևս մեկ ունիկալ կատարում, որտեղ արկա են և սպիտակ կրիստալներ, և AB ծածկույթով կրիստալներ, ինչն էլ փաստում է, որ բրոշը 1950-ականներից հետո է թողարկվել կամ 50-ականների սկզբին։ Կարծում եմ ավելի հետո, եթե նայում ենք ներսի հատվածը, վաղ աշխատանք չի։
Դաջվածքը թույլ է տալիս մեզ մտածել, որ այդքան էլ վաղ աշխատանք չի։ Դրա համար եմ ասում, ներսի կատարումը բրոշի շատ կարևոր է տարիքը որոշելու համար։ Եվ իհարկե այս անզուգական բրոշը չեխական գեղեցկուհին, մեր թագուհին, ինչպես տեսնում եք, իր չափերով շատ մասիվ է, բոլորից մեծ, ունի փաթիլի տեսք, աստղիկի տեսք, ներսի աշխատանքը կրկին ռոդիումային է, ինչպես նկատեցիք, ունի ռոդիումային ծածկույթ, 100 տարի էլ պահպանես այս բրոշը, այս ներսի հատվածը որևիցե փոփոխության չի ենթարկվի։ Շատ ունիկալ բրոշ է, մոտենում է ձմեռը եւ կարծես թեմատիկ լինի այս բրոշը մեզ համար։ Ահա այսպիսի անզուգական կատարումներ, բոլորը չեխական գեղեցկուհիներ, որոնք ներկայացրեցի ես ձեր ուշադրությանը։ Դե շարժվենք առաջ, սիրելիներ։ Հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ աքսեսուարներ տան համար այդ շարքից երկու աշխատանք։ Թիթեռներ են, ինչպես տեսնում եք, որոնց անվանումները գրված է հենց թիթեռի տակ, ահա։ Գեղեցիկ թիթեռներ են, այս աշխատանքը վինտաժային է, այսա։ Իսկ այս մյուսը նույնպես թիթեռ է, բայց արդեն ժամանակակից աշխատանք է, էլեգանտ, լոկանիկ, ահա այդպիսի աշխատանք, հաճելի է թիթեռների տեսքով աքսեսուարներ ունենալ տանը։ Ահա այսպիսի թեմատիկ աքսեսուարներ տան համար, սա ունի լոկանիկ շրջանակ, իսկ սա ինչ-որ մոտիվներ, էլեմենտներ, նախշազարդեր, ահա այդպես, երկու գեղեցիկ աշխատանքներ։ Ինչ ունենք խնամքից, ավենք սուկ, վերականգնողական, ամբողջովին վերականգնում է հոգնած կամ հյուծված մաշկը։ Տեքստուրան եկեք նայենք։ Այսպիսի խիտ տեքստուրա ունեցող խնամքի միջոց, որը կարծես կարող է հանդիսանալ սոս միջոց վերականգնելու մեր մաշկը։ Եվ տեսնենք Sephora-ից ինչ ենք գնել։ Ահա, մազերի համար նախատեսված այս խնամքը, այս դիմակը, որը կարելի է կոնդիցիոների փոխարեն օգտագործել գլուխը լվալուց հետո մաքուր գլխամաշկին եւ ապա թեթևակի ցայել ջրով։ Մազերին հաղորդում է յուրահատուկ փայլ, մետաքսե փայլ, ահա այդպիսի դիմակ է, ովքեր սիրում են խնամված կոկիկ եւ փայլուն մազեր ունենալ, այսինքն ներսից երբ զգում ես մազի տեքստուրան այնպիսին է, այնքան լավ է խնամված, որ ներսից ունի յուրահատուկ փայլ, ինչպես դեմքի մաշկը, չէ՞, խնամված մաշկը մի տեսակ ներսից ունի յուրահատուկ փայլ, այդպիսի առողջ փայլ է հաղորդում մազերին, ոչ արհեստական ճչացող, երբ որ մարդիկ կսում են ինչ-որ գելեր, չգիտեմ, խոնավեցնող, հատուկ փայլեցնող միջոցներ, կա չէ, սենց մի տեսակ արհեստական շիրոտ տարբերակ, որ անգամ թվում է թե մազերը յուղոտված են, կեղտոտ են, բայց պարզվում է, որ ինչ-որ բաներ են կսում, հատուկ օգտագործում։ Իսկ այս պրոդուկտը այն ներսից հաղորդում է շատ դելիկատ փայլ, առողջ մազերի փայլ։ Միանշանակ խորհուրդ կարող եմ տալ այս երկու պրոդուկտները։ Շատ հոյակապ միջոցներ են, սա արդեն հասցրել ենք, փորձենք, շատ լավ աշխատում է դեմքի վրա եւ հաղորդում է, կարծես, թարմություն, վերակենդանացում, մանավանդ ձմռան ամիսներին միանշանակ խորհուրդ կտամ։ Ատամի մածուկ պարադոնտաքս, ստամատոլոգների կողմից խրախուսված պրոֆեսիոնալ խնամք, գերզգայուն ատամների համար, դելիկատ պրոֆեսիոնալ խնամք ատամների ու լնդերի համար։ Արկա են բոլոր դեղատներում, բոլոր քաղաքներում, բոլոր երկրներում։ Դե ինձ իմ գել տարբերակը, որովհետև լորձաթաղանթը չորանում է հասարակոճար կամ գել օգտագործելու ժամանակ, սա 97% խոնավություն եւ միկրոֆլորա է ապահովում նուրբ գոտիների համար մաշկի։ Նաեւ սեթ են գնել այս յասամանի հոտով լոգանքի գելը։ Շատ հաճելի հոտ ունի, յասամանի հոտ ես շատ եմ սիրում, Marcel բրենդն է, հոյակապ բրենդ է, սա էլ է սետ, ինչպես նկատեցիք,
երկուսը մեկի գնով, շատ հարմար տարբերակ է։ Երբ լինում են այսպիսի տարբերակներ, ես մշտապես օգտվում եմ, անկախ նրանից տանը առկա է ունենք թե ոչ, պահեստային մաս ես միշտ ապահովում եմ, որովհետև չեմ սիրում, երբ որ մտնում ես լոգանքի, մեկ էլ տեսնում ես, որ ինչ-որ բան պակաս է։ Բնականաբար կարող ես արագ վերցնել դոստուպ ունենալ պահեստային մասում, որը գտնվում է նույնպես լոգարանում։ Nutriv շամպուն բառը հենց հուշում է, որ վիտամիններով հարուստ շամպուն է և առկա է նաև վիտամին E-ն։ Սա շատ լավ է ամենօրյա օգտագործման համար, մազերը փափկացնում է, խնամում, լվանում։ Նախորդ վլոգի ժամանակ ես ցույց տվեցի այս շամպունի կապույտ տարբերակը, բալանսավորող տարբերակը, որը արագ վերականգնում է մազերը։ Այս շամպունը կարելի է օգտագործել շաբաթը մի քանի անգամ, իսկ այս շամպունը շաբաթը մեկ անգամ։ Դրա համար վերցրել ենք երկու տարբերակները, որպեսզի բալանսավորենք մազերի խնամքը։ Շաբաթվա մեջ օգտվում ենք մեկ անգամ այս շամպունից և մնացած անգամները այս մյուս շամպունից։ Նույն ֆիրման է, նույն բրենդը, բայց սա ավելի ինտենսիվ խորը մաքրում է կատարում, կարծես դետոքս կատարի։ Իսկ դետոքսը հաճախ ցանկալի չէ անել մաշկի կամ գլխամաշկի դեպքում։ Շաբաթը մեկ անգամը բավարար է։ Անդրադառնանք պայուսակին, Լաբագաժեր, այսպիսի բրենդ գոյություն ունի ֆրանսիական, շատ սիրված բրենդ է և մոդելները կարծես բոլորը միանման են, բայց տարբեր չափսերի են լինում՝ մինի, մեդիում և L։ Սա L չափսն է, մեծն ենք ընտրել, որ ավելի շատ բան տեղավորվի և ավելի հարմարավետ է այս չափը։ Ունեցել ենք նաև փոքրիկը, ահա այսքանն է մոտավորապես, զուտ դուրս գալու հեռախոս կամ անձեռոցիկ մեջը դնելու մաքսիմում բանալիներ այդ տարբերակը ունենք, բայց այս չափը մեզ ավելի հարմարավետ թվաց և գնեցինք նաև սա։ Ուրեմն պլաշի նման կտորից է, շատ թեթև, քաշ չունի, երբ որ մենք պայուսակը լցնում ենք ինչ-որ իրերով, ավտոմատ ծանրանում է, չէ՞ պայուսակը, դրա համար շատ է սիրվում այս տարբերակը, քանի որ հարմարավետ է, բազմաֆունկցիոնալ և ոյաժի համար և առօրյա կյանքում կիրառելու համար։ Գեղեցիկ փական ունի, այս բրենդին հատուկ է այս ֆուրնիտուրայով փականները և շղթաները, բոլոր դետալների վրա առկա է մարկան և բոլոր պայուսակները ունեն նմանատիպ ֆուրնիտուրայով փական և շղթաները երկկողմանի են, այսինքն եթե վատագույն տարբերակով փչանա մեկ շղթան կամ կորի այս մեկ գլխիկը, կարելի է օգտագործել հաջորդ տարբերակ, բայց իհարկե որակով են և ոչինչ չի լինում իրանց հետ, բայց երկար տարիներ օգտագործելուց հետո էլ այս պայուսակների հետ ոչինչ չի լինում, քանի որ կտորը մաքրվող է, պլաշի նման է և փականներն էլ շատ որակյալ են, էլի ենք օգտագործել, ծանոթ ենք և շատ լավ է աշխատում շղթան, որակյալ է ամեն բան։ Արագ դոստուպի համար փոքրիկ գրպան ներսում և մյուս կողմում էլ առկա է հեռախոսի համար նախատեսված գրպան, ահա այսպիսի պրակտիկ և ֆունկցիոնալ պայուսակ, կարելի է օգտագործել ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ ոյաժներ գնալուց, լուսնաձև հարմարավետ մոդել է, չի խանգարում շարժման ընթացքում, տեղաշարժվելու ընթացքում, ամուր ֆիքսվում է մարմնի վրա և հարմար է տեղաշարժվել, մանավանդ ոյաժների ժամանակ։ Գույնն էլ իմ սիրելի մուգ շոկոլադե գույնի պայուսակ է, ես սիրում եմ պայուսակների և առհասարակ աքսեսուարների դեպքում շոկոլադե գույնը հարուստ տեսք է հաղորդում աքսեսուարին։ Դե անցնենք արդեն հագուստին, ցույց տամ հագուստը և այսքանով կեզրափակվենք կրկին հանդիպելու նպատակով։ Եկեք անցնենք հագուստին, Zara-ից գնել ենք մի քանի բաներ, ուզում եմ ձեզ ներկայացնել։ Ուրեմն, ի սկզբանե ընտրեցի երկու կոմպլեկտ փորձելու համար և ընտրեցի այս մեկը, ինչու, քանի որ մի կոմպլեկտը իմ կոմպլեկցիային հարմար չէր, վերևի հատվածը կարճ էր, վերխը, իսկ շալվարիկը ուներ դարսեր, որը ավելի վոլյում էր հաղորդում գոտկատեղի հատվածում, իսկ քանի որ վերնահագուստը կարճ էր, ինձ կարծես կիսեց երկու մասի։ Այդ իսկ պատճառով ընտրեցի այս մոդելը, որը և կտորն էլ է շատ ավելի հանգիստ, ավելի շատ տեխասի է նման, իսկ այն նախորդը ջինսային էր։ Եվ կարծում եմ, հիմա կտեղադրեմ նկարները, դուք ինքներդ էլ կհամոզվեք, որ սա ինձ ավելի շատ է սազում։
Ուրեմն այսպես երկար վերնաշապիկի նման մոդել է, ունի գոտկատեղի հատվածում կապիչներ, կարելի է հագնել որպես կամ վերնաշապիկ, հենց շալվարիկի հետ, կարելի է հագնել որպես վերնաշոր, ասենք տակից ինչ-որ բլուզ կամ վերնաշապիկ հագնելու դեպքում։ Մի փոքրիկ զեղչ էին արել, դեռևս արկա է բոլոր չափսերը, կարող եք գնել, ցանկության դեպքում ձեռք բերել, շատ լավ է նստում մարմնի վրա, սլացիկ տեսք հաղորդելով։ Սա շալվարիկն է, մեջքի հատվածում ունի այսպես ձգվող դետալ, դիմացից կարերը շատ լավ է արված, ինչ որտեղ casual ոճին հաղորդելով կլասիկ ոճ, դիմացի ծալքերը կարերով ֆիքսված են։ Կարելի է շալվարը կրել առանձին, վերնազգեստը առանձին, ինչպես նաև կոմպլեկտ միասին էլ է հնարավոր կրել, սա նույնպես զեղչվել է 40 եվրոյից դարձել է 23, ունիվերսալ տարբերակ է, կարելի է ասել, բազմաթիվ վերսիաներով կարելի է հագնել։ Ինչ կարող եմ ասել ընդհանուր առմամբ Zara-ի ջինսերի մասին, կարող եմ ասել, որ շատ սիրված է բոլորի կողմից, կրում են ամբողջ աշխարհի մոդելները, երբ որ վերջերս հանդիպեց ինձ ֆլեշ մոբ, այսպես դրսում կանգնացնում էին ճանաչված աստղերի ու աութֆիթն էին քննարկում, ինչ ես այսօր դու կրում։ Ու շատերը պատկերացրեք, որոնք ունեին լյուքս աութֆիթ, ենթադրենք պարիսյակը Chanel կամ Yves Saint Laurent, կոշիկները Gucci, վերնազգեստը Max Mara, իսկ արդեն շալվարի դեպքում Zara, եւ այդպես շարունակում աութֆիթը քննարկեցին, դուրս եկավ, որ բոլորը կրում են ջինս Zara, եւ միջին ստատիստիկայով վիճակագրական պարզվել է, որ Zara-ի ջինսերը ավելի շատ են հագնում եւ գնում Levi's ջինսը, ամերիկյան մասնագիտացված ջինսերի խանութ է, լինիա է Levi's-ը, ավելի շատ վաճառվում է Zara-ի ջինսերը, քան Levi's-ի։ Ինձ համար կոմպլեմենտար է, ես այդպես սիրահար չեմ, ոչ էլ sense դոգմատիկ կասեմ, բոլորը վատն են, ինձ չի սազում։ Դա գալիս է մարդու կոմպլեկցիայից, ամեն մեկը կարող է գտնել իրեն հարմար տարբերակ։ Ես մի 2-3 տարբերակ փորձելուց հետո հարմար գտա ինձ այս տարբերակը, որը ինձ սազում է։ Միանշանակ այդպես չեմ կարող ասել լավն է կամ վատն է տվյալ բրենդը։ Ցանկացած բրենդում էլ կա համապատասխան մոդելներ, տարբեր կոմպլեկցիաների, պետք է ուղղակի փնտրել ու գտնել հենց այն մոդելը, որը քեզ է սազում։ Ես մի քանիսը փորձեցի, ինձ հարմար չէին, բայց կոնկրետ այս մոդելը ինձ շատ սազեց։ Ցույց տամ մյուս մոդելները։ Այս մյուս մոդելը արդեն ինձ համար չէ։ Պարզապես ցույց եմ տալիս այն, ինչ գնել ենք։ Նույնպես զեղչված էր, 40-ից դարձել էր 24 եվրո, ունի գոտկատեղի հատվածում այ այսպիսի էլեմենտ, որը մի քանի անգամ շահեկան է, որ առաջինը, որ գոտի չես կապի, երկրորդը, որ տարբեր վերնազգեստների հետ կարող ես հագնել, եւ կլասիկ, եւ սպորտային, եւ casual։ Գույնն էլ է շատ հետաքրքիր, բաց կանաչ է։ Ցույց տամ հաջորդ մոդելը։ Մուգ գույնի ավելի, սև է, բայց գիտեք, ասֆալտին խփող սև, մուգ սև չի, գրաֆիտե սև է, այսպես կարող եմ բնութագրել, դարձյալ վերևի հատվածը ունի ձգվող էլեմենտ եւ ներքևի հատվածը նույնպես։ Այս շալվարի իրական արժեքը 30 եվրո է, զեղչով չենք գնել, քանի որ մոդելը եւ գույնը համապատասխանում էր մեր ուզածին, այն ինչ որ փնտրում էինք։ Կարծես նման է նախորդ մոդելին, բայց կա տարբերություն, ճիշտ է, գոտկատեղի հատվածը նման է, բայց ներքևի հատվածը սա էլ այսպիսի դետալ ունի ներքևի հատվածը, իսկ այս մյուս գույնինը ներքևի հատվածը ուղիղ է արդեն, ինչ որ առումով կլասիկ մոդել կարծես լինի, դրա համար եմ ասում, այս տարբերակը շատ լավ տարբերակ է, ինչու, քանի որ կարելի է հագնել եւ որպես կլասիկ շալվար, եթե վերնաշապիկը թողես վրան, ներքևը ուղիղ է, եւ որպես սպորտային տարբերակ, եթե թիշորտով հագնես, հետևի գրպանները նույնպես տարբեր են։ Սա այսպես, իսկ սրանը այ այսպես է, գրպանները ներսից է կարված, դրսից չունի գրպան, դրսի այ այսպիսի գրպան հետևի կողմից չունի, կան ուղղակի այ այսպես մեջ ընկած գրպաններ են երկու հատ։ Սա էլ կարելի է համարել կլասիկ նաև մոդել, որովհետև
Կլասիկ, ինչպես նաև casual, որովհետև հենց ի սկզբանե այդպես են նախատեսել, որ մարդիկ բազմաֆունկցիոնալ կերպով կրեն։ Ու ավելորդ շորերեն չառնենք։ Ահա այդ առումով լավ է, երբ որ շորը բազմաֆունկցիոնալ է լինում, կարելի է տարբեր աութֆիտեր հավաքել եւ տարբեր կերպերով, ավելի ճիշտ տարբեր կերպարներով հանդես գալ։ Ահա այսքանը շորերի մասով։ Դե ինչ սիրելիներ, այսօր այսքանը, կարծում եմ, եթե մինչև վերջ մնացիք ինձ հետ, ուրեմն հավանել եք իմ տեսանյութը, դրեք լայք, իսկ նրանք, ովքեր նոր են միացել իմ ալիքին, չմոռանաք բաժանորդագրվել եւ սեղմել զանգակ կոճակը, կհանդիպենք շատ շուտով։ Ցտեսություն։ Մինչ նոր հանդիպում։